Շնորհակալություն։ Ես երկու փոքրիկ արձագանք եւ երկու հարց, մեկը նաեւ առաջարկություն հարց։ Նախ պարոն Ավինյան, ձեր ելույթի մեջ որ ասում եք խնդիրներ կա 5 շինարարական օբյեկտներում կամ մանկապարտեզներում, առնվազն 10-ում ես արձանագրել եմ եւ հրապարակել եմ, դա եւ այգիներն են, շուրջ 7 մանկապարտեզ, սա գիտություն, եթե ձեզ սխալ են զեկուցել, կարող եք իմեջում տեսնել։ Մյուսը, որ կոռուպցիայի վերաբերյալ խոսում եք, պարոն Ավինյան, ճիշտ ասած, ՔՊ-ի իշխանության օրոք կոռուպցիայի մեջ եղել եւ քրեական գործ հարուցվել է պաշտպանության նախարարի, շինկոմիտեի նախագահի, էկոնոմիկայի նախարարի, ՊՎՑ-ի ղեկավարի ու շարքը անվերջանալի է։ Հիմա իմ երկու հարցը, առաջի հարցը որ կա, պարոն Ավինյան, Լիլիան Արմ ընկերությունը ինձ մեղադրում է, որ քաղաքապետանի պահանջի մեջ չի եղել ասֆալտը բիտումով անել, եւ ես այդ ընկերությանը զրպարտել եմ։ Այսինքն ասֆալտը պահանջը, որը որ քաղաքապետանը նախագծելով դրել է, դա լուրջ խնդիր է եւ բիտում չի եղել։ Կխնդրեմ այդ առաջի հարց ու այս հարցի վերաբերյալ նաեւ առաջարկություն, գիտեք, մասսայական նախագծերի մեջ ես տեսնում եմ թերություններ։ Այսինքն երբ որ տենդերը հայտարարվում է, նախագծային փուլում լուրջ խնդիրներ է լինում եւ հետագայում արդեն շինարարը եւ վերջնական փուլում քաղաքացին լուրջ խնդիրներ է ունենում։ Այս կապված առաջի հարցի հետ եւ արձագանքի ժամանակ եթե կարելի է երկրորդ հարցը նոր հնչեցնեմ, որ չխառնվի։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Գիտեք, ես ընդհանուր sense մի գլոբալ բան ասեմ, էլի։ 2018 թվականին, երբ ես փոխվարչապետ էի եւ մենք այնց մեծ ծավալով սկսել էինք ճանապարհաշինարական ծրագրեր իրականացնել Հայաստանով մեկ։ Ես հիշում եմ մոտավորապես այդ ծրագրերի կեսը սկսած նախագծերից, հիմնանորոգման նախագծերից, հետագա նաեւ աշխատանքներով, այնք անորակ էին, ոչ բավարար որակ էին եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ աշխատանքները մինչեւ հասան ինչ որ մի մակարդակի, ինչ որ ժամանակ անցավ։ Եվ կարծում եմ դա նույնպես բնական process է, երբ որ պետական կամ համայնքային պատվերը լինում է շատ նվազ, այդ կարողությունները տենց առանձնակի չեն զարգանում։ Այդ կարողությունները մնում են այնքանով, ինչքանով որ կա, այդ ծավալը փոքր եթե լինում է, այդ փոքր ծավալի պահանջարկը բավարարվում է ինչ որ մի առաջարկով, բայց հետո հենց ծավալները կտրուկ մեծանում են, այդտեղ առաջանում են պոտենցիալ նաև որակական խնդիրներ։ Բայց ժամանակի ընթացքում այդ խնդիրներն էլ լուծվեցին։ Հիմա նույնը մանկապարտեզների մասով է։ Ես վստահորեն կհամաձայնեմ ձեզ հետ, որ մենք հաստատ ունեցել ենք նախագծեր, որոնք որ ի սկզբանե լավը չեն եղել։ Մենք ունեցել ենք նախագծեր, որոնք որ 3 անգամ փոխել ենք տվել։ Մենք ունեցել ենք շինարարներ, որոնք որ միգուցե այդպես ճշմարտացիորեն ասում են, որ այնուամենայնիվ նախագծում դա ներառված չի, բայց օրինակ համաձայնության ենք եկել, որ դա նորմալ չի, տրամաբանական չի, պետքա փոխվի, եւ մենք ունեցել ենք նաեւ շատ լավ նախագծեր եւ ունեցել ենք վատ շինարարներ, որոնց աշխատանքները չենք ընդունել։ Բայց գիտեք, ես ուզում եմ նորից խոսել ծավալների մասին, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք 1, 2, 3, 4, լավ 5, լավ 6, լավ ասում եք 7 ծրագրի մասին, եկեք հենց այդ ամբողջ ցանկը բացեք այդ ծրագրերի։ Տեսեք ինչքան են այդ ցանկում այդ ծրագրերը եւ այդ որ տոկոսն է լավ այդ 7 ծրագիրը, որը որ խնդրեմ ունի, հա խնդրեմ ունի, մենք գիտենք խնդրեմ ունի, դրա համար ինչ որ կետում կանգնել է, ինչ որ կետում բանակցվում է, ինչ որ կետում ինչ որ process է տեղի ունենում։ Բայց կան նաև տենց տասնյակ այլ ծրագրեր, որոնք ասենց հերթով անելով գնում ենք ու տարեց տարի որակը բարձրացնում ենք։ Այդ ընկերության անունը, որ դուք անընդհատ տալիս եք, պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ես մենակ ձեզանից եմ լսել։ Ես մենակ ձեզանից եմ լսել այդ ընկերության անունը։ Ես անկեղծ ոչ այդ ընկերությունը գիտեմ, ոչ, այսինքն ինչ լսել եմ, ձեզանից եմ լսել։ Մեր մոտ ինչ process տեղի է ունեցել մրցութային ընթացակարգով ընտրություն։ Այսինքն նույնիսկ եթե ինչ որ մի մարդ է, որը որ ինչ որ միտեղ, ինչ որ մեկի հետ փող կապակցված է եղել, մարդը ենթադրաբար ամենացածր գինն է տվել տվյալ շինարարական աշխատանքը անելու համար։ Արձագանք։
Ճիշտն ասած, պարոն Ավինյան, ես ակնկալում էի պատասխան, որ բիտումը կար թե չկար, բայց նաև իմ բարի խորհուրդը ձեզ, այդ կոռուպցիայից, որ խոսում ենք, ու հետո ասում ենք հովանավորչություն, այս բոլոր թերացումների մեղավորները տենց անդադար լսվում է ինչ-որ Խորիկ Գրիգորյան անում, սենց տզոցով էլի, ուզում հասկանամ, եթե դուք այդ նախկինի հետ, ձեր նախկինի, էլի, ձեր մեջ կա նախկին ու ներկա, էլի, պահում եք ու այդ մարդուն չեք այսպես ասած անարգանքիստյոնին գամուն, դա լինում է հովանավորչություն։ Հիմի, բայց որ դուք ասում եք ծավալների մասին, ես գիտեի, որ դուք տենց եք պատասխանելու, հիմա լսեք, թե ձեր կուսակցության փոխնախագահան ինչ է ասում ու հարցը ստամ։ Շփոթով ասված ստուգողները, որ գնում են, այդ մի անգամ չեն գնում, քոչանական ընկերությունների շինարարությունները ստուգեն։ Ձևի համար էլի։ Ձև ես անկեղծ ուզում եմ հասկանամ, ասենք ես կոռուպցիայի դեմ պայքարող մարդ եմ, ինձ համարում, ես համարում եմ, որ իմ քաղաքական հավատամքը առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարն է, ես դրան հավատալիմ եմ եղել, հավատալիմ եմ ու հավատալիմ կմնա։ Իմ համար ընդհանրապես տարբերություն չկա, ում պատկանում են ընկերություն, որը խախտում է շինարարությունը։ Լրիվ անկեղծ եմ ասում, ուզում եմ այս մասում նստած ինչ-որ մեկ է փոխկապակցած մեքենա լինի, ուզում եմ չգիտեմ, իմ չնայած չունեմ այդպես բարեկամներ անկեղծ, որ ասեմ ինչ է, ուրիշ կետ փոխկապակցված բարեկամների, բայց չունեմ նորից եմ ասում պես մարդ, ուզում եմ ձերը, իմ համար մեկ է, բայց ձերը մեկ չի։ Շինարարության 70-80%-ը պատկանում է ձեր հետ փոխկապակցված մարդկանց, ձեր երկու խմբակցությունների հետ փոխկապակցված մարդկանց։ Հիմա պարոն Ավինյան, Վահագն Ալեքսանյան մեղադրում է, որ 70-ից 80%-ը ձեր սիրած նախկինների հետ կապ ունի, ես ուզում եմ հասկանամ, այստեղ հարց պահանջա, խիստ պահանջա, որ դուք հանձնարարեք, որպեսզի մոտակա 21 օրվա մեջ այդ 70-ից 80% անորակ աշխատանքներ կատարողներին ներկայացնեք, անարգանքիստյոնին գամեք, մենք էլ տեսնենք այդ նախկիններից ով է, որ ձեր հետ սիլիբիլի ալնում, ձեր հետ անձնապես ձեզ նկատի չունեմ, էլի, երևույթն եմ, քաղաքական գնահատական եմ տալիս ես դրան, էլի, ու գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ մեղադրում եմ, որ չկա, ձեր ավականիները խիչ են գնում այդ վատ նախկին թալանչիներին, ձեր ասած, գնան գտնեն հրապարակեն։ Իմ հարցը հետևյալն է, ինչքան ժամանակ է պետք, որպեսզի ձեր կուսակցության համար երկրորդ դեմքի խոսքերի փաստացի հիմնավորումը տակ, այսինքն 70-ից 80% այդ շինարարությունը, որ արել են ու վատ են արել, ես տեսնեմ իմանամ ու անկեղծ այդ ամբիոնից, եթե ձեզ քննադատում եմ 10 միավոր, թուքումուր եմ անում 10 միավոր, իրանց կանեմ 100 միավոր կամ 1000 միավոր, ավելի ծանր, որովհետև նորից կրկնեմ, այն մարդը, որ իմ համար համագործակցում է ձեր հետ ստվերային, անձնապես ձեր չհասկանում եք, այդ ինչա, ինչ էր անում, ավելի վատնա, քան դուք։ Հիմա ինձ ասեք, խնդրում եմ, քանի օր ժամանակ է պետք, որպեսզի դուք հանձնարարեք այդ 70-ից 80% վատ շինարարությունները, հրապարակեք, տեսնեմ ով են, որ տարածքներն են վատ շինարարությունները, որտեղ են թուքումորարը, ու տեսնեք ոնց են դառնում իմ TikTok-ի անձի հերոսները է դրանք, վատ հերոսները։ Մի ասեք, քանի օր ժամանակ է պետք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, ինձ թվում է, եթե դուք հարցում անեք 2018 թվականից իրականացված բոլոր խոշոր ծրագրերը, օրինակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ դրանց հետ կապված նաեւ խնդիրները, դուք այդտենց շատ հետաքրքիր սուբյեկտներ կհայտնաբերեք ինքներդ ձեզ համար։